Բարելույս առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանք ուղիղ եթերում եւ տաղավարից սիրով ձեզ ողջունում են Սուրենն ու Սոնան, պայծառ տրամադրությունը, Արևն ու շատ ժպիտները։ Բարելույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, այսօր ուրբաթ է եւ մենք բարձր տրամադրությամբ սկսում ենք առավոտը։ Այո, բարձր տրամադրությունը կա, ավարտում ենք միասին շաբաթը, փորձելով իհարկե տրամադրվել ամբողջ հանգստյան օրերի ընթացքում նոր աշխատանքներ անել եւ իհարկե ձեզ նորից ողջունել երկուշաբթին, բայց մինչ այդ մենք դեռ ունենք այսօր 2 ժամ միասին անցկացնելու, իսկ մեր ծրագիրը, ինչպես գիտեք, հագեցած է հետաքրքիր ինֆորմացիայով, նյութերով, հյուրերով, խոհանոցով, մի խոսքով ամենակարևորը հենց առավոտը։ Այո, այսօր ապրիլի 4-ն է, օրը ուրբաթ, ետ գնալով պատմության էջեր նշեմ, որ 1820 թվականի ապրիլի 4-ին է ծնվել ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս հասարակական քաղաքական գործիչ, գրող, մկրտիչ առաջին Վանեցին, Խրիմյան Հայրիկը։ Նշանակալի են Խրիմյան Հայրիկի եկեղեցական, կրթական, գրական, հասարակական գործունեությունը, արևմտահայ ազգային ազատագրական շարժման կազմակերպմանն ու ոգեշնչմանն ուղղված ծրագրերը։ Նա 1855 թվականին հիմնադրել է Արծվի Վասպուրականի ու 1862 թվականին Արծվիկ Տարոնո հանդեսները, Վարագավանքի ժառանգավորած վարժարանը վարժարան Տարոնում։ Խրիմյան Հայրիկը հատկապես մեծ գործունեություն է ծավալել Օսմանյան Թուրքիայի գավառներում հայ գյուղացիների կյանքի ծանր պայմանները բարելավելու, թուրք պաշտոնյաների հարստահարությունները կանխելու, ժողովրդի կրթության, լուսավորության գործը զարգացնելու ուղղությամբ։ Նա սովորական հոգևորական չէր, նրան բարդ ժամանակաշրջան էր բաժին հասել, որը սակայն նա պատվով հաղթահարեց։ 1840 թվականի ապրիլի 4-ին Բոլնիս Խաչեն հայաբնակ գյուղում ծնվել է հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում եւ Շամշուլդա գյուղում քահանա Տեր Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում, եղել է Վրաստանի եւ Իմերիթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ, աշխատել է Փորձ հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար գործում, մասնակցություն ցուցաբերել Աղբյուր մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ Աղայանը բազմաժանր գրող է, առաջին տպագիր գործը եղել է հարկավոր է օգնել չքավորներին բանաստեղծությունը, լույս է տեսել Մեղու Հայաստանի լրագրում։ Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից է եղել։ 1904 թվականի այսօրը ծնվել է դերասան Դավիթ Մալյանը, նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 18 թվականին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։ Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում։ Կարճ ժամանակ աշխատում է Երևանի առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։ 29-ից 30 թվականներին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, այնուհետև 2 թատերաշրջան անց է կացրել Երևանի բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայ ֆիլմ եւ 37 թվականին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան։ Նա հավաստի կերպարներ է ստեղծել եւ դրամատիկական եւ կատակերգական ժանրերում։ Վահագն Աշալույսին, Կարսեցյան Փորձադաշտ, Կակուլի Պեպո, Օթարյան Սմբատ պատվի համար, Քաոս, Օգնև ռազմաճակատ, Կլավդիոս Լայերտ Յագո Համլետ, Օթելո եւ այսպիսի ներկայացումներում, որոնց բնորոշ են կերպարների հոգեբանական մանրազնին վերլուծությունը, չափավոր շարժուձևը եւ զսպվածությունը։ Նկարահանվել է նաեւ Զանգեզուր, Դավիթ Բեկ, Սիրտն է երգում, անձամբ ճանաչում եմ եւ այլ կինոնկարներում։ Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ պրոֆեսոր Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է։ Նրա հեղինակած բազմաթիվ երգեր կատարվել են հայ հայտնի երգիչների կողմից։ Վարդազարյանը ստեղծել է երաժշտություն տարբեր ֆիլմերի, մուլտֆիլմերի եւ թատերական ներկայացումների համար։ Մարտին Վարդազարյանի ստեղծած երգերի շատերը դարձել են հայկական էստրադայի դասականներ։ Նրա երաժշտությունը ճանաչելի էր եւ մեղեդայնությամբ, ջերմությամբ եւ ազգային տարերով։ Ինչ շնորհավորում ենք բոլոր հոբելյարներին, շնորհավորում ենք նաև սիրելի հեռուստադիտողներ ձեր մեջ, եթե կան հոբելյարներ իրենց եւ մաղթում ենք հրաշալի արևոտ պայծառ օր, եղանակը տրամադրում է, որպեսզի օրը շատ տոնական ստացվի։ Դե մենք հիմա տեղափոխվենք Երևանի փողոցներ, հասկանալու համար թե ինչ է այստեղ կատարում, իսկ ինչպես տեսնում ենք այսօր ցավոք սրտի արդեն գրանցված են վթարներ, 1, 2, 3 վթար հիմա արդեն իսկ երևում է։ Առաջին վթարը Միասնիկյան պողոտայի վրա իջնող հատվածում անմիջապես հենց Սարալանջին մոտ հասնող
հատվածում վթար կա։ Երկրորդը իհարկե մոլդովական փողոցում է, Գայի պողոտա ավելի ճիշտ փողոցում, դեպի Մասիվ այդ տարածքում է եւ բնականաբար հենց վթարների հետ կապված արդեն կան կոնկրետ խցանումներ։ Սարալանջը ամբողջությամբ խցանված է իր լանջերով, փոքր կենտրոնայից պայդրությամբ խցանված է, ուսանողական հատվածը հատկապես, Աթենքի փողոցը, Իսակով պողոտան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Պարոնյան փողոցը խցանված է։ Իսակով պողոտայում կա եւս մեկ վթար, որի հետևանքով արդեն ամբողջ Իսակով պողոտան խցանման մեջ է։ Կոմիտասի հատված գնանք, Արաբգիրի շրջան, այո, այստեղ նույնպես խցանումներ կան, Հալաբյան փողոցում, Կիևյան կամուրջ, այնուհետև Բարեկամության մետրոյի հարևանությամբ եւ Կոմիտասի պողոտան երկկողմանի, մի խոսքով Վաղարշյան, այո, ինչպես միշտ այս տարածքում բավականին շատ են խցանումները։ Ընդհանրապես մայրաքաղաքը այս առավոտ արդեն իսկ խցանված է, այնպես որ դե պարզ է, ուրբաթ է, բոլորը շտապում են իրենց աշխատանքներին, ավարտին հասցնեն աշխատանքները եւ երեկոյան արդեն ընկերների հետ անցկացնեն հրաշալի օր։ Բայց մինչև երեկո Սիրելի Սուրեն պետք է նախաճաշով սկսել առավոտը, այդ իսկ պատճառով հենց հիմա կողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ կծանոթանանք օրվա բաղադրատոմսի հետ։ Սիրելի Ադրինե, բարի լույս։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս իմ թանկագին գործընկերներ, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին եւս։ Սիրելիներս ողջունում եմ ձեզ, բարի արև եմ մաղթում, որովհետեւ ամենասիրուն օրերից մեկն է այսօր, արևը փայլում էր, պարզապես ծառերը արդեն ծաղկում են։ Ես նայեցի աշխատանքի գալիս, նայեցի շրջապատից եւ տեսա, որ ամբողջը կանաչապատ է արդեն։ Էնպես որ լավ տրամադրություն եմ մաղթում ձեզ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք համեղ ուտեստի տարբերակ, շատ այսպես հասանելի մթերքներով եւ առօրյայում մշտապես օգտագործվող մթերքներով, իհարկե բոլորիս սիրելի կարտոֆիլը անպայման օգտագործելու ենք այսօր, այն պատրաստելու ենք ջեռոցում եւ կողքին մատուցելու եմ շատ համեղ սոուս, մի տեսակ, այսպես թե գունեղ, ահա տեսնում եք գունավոր պղպեղներ ունեմ այստեղ, այն շատ հետաքրքիր համ է տալու մեր սոուսին։ Իսկ սոուսը պատրաստելու ենք քամած մածնով, ահա ես մոտեցնեմ քամած մածունը, իհարկե գիտեք, որ քամած մածունը օգտագործում ենք Էլոլա ապրանքանիշի կատնամթերքից, այն շատ համեղ է եւ այդ սոուսը պատրաստելու ենք հենց քամած մածնով, այսինքն հիմքը լինելու է քամած մածունը։ Եվ անցնենք առաջ, ամենաառաջին հերթին, ասեմ, ես ունեմ սուրճ, արդեն պատրաստ է իմ սուրճը, բայց դուք սուրճ մի առաջին հերթին խմեք, այլ նախաճաշեք, ամենաառաջին հերթին նախաճաշ, հետո մեկ գավաթ համեղ սուրճ հաճելի միջավայրում եւ այնուհետեւ օրվա ընթացիկ գործերը։ Ահա այսպես, անցնենք առաջ, սիրելիներս, առաջին հերթին, քանի որ պղպեղները պետք է խորովվեն ջեռոցում, ես կսկսեմ հենց պղպեղներից։ Ամենաառաջին հերթին, ուրեմն կհամեմենք պղպեղները եւ կտեղափոխենք ջեռոց։ Եվ հետո կանցնենք առաջ, կարտոֆիլները կմշակենք ու էլի կտեղափոխենք ջեռոց։ Ահա։ Ինչ ենք անում, ամենաառաջին հերթին բուսայուղով, այսպես ցողում ենք մեր պղպեղները, մեզ հավատացնում եմ այսպես այս չափաբաժնի համար 3 պղպեղը լիովին բավարար է։ Աղ, մի փոքր թող շատ լինի աղը եւ իհարկե սև պղպեղ։ Այսպես, ես վրձնի օգնությամբ, այստեղ ունենք վրձնի օգնությամբ տարածեմ այս համեմունքը եւ բուսայուղը ամբողջ պղպեղների ուրեմն հատվածներով եւ իհարկե տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցը արդեն նախապես տաքացրել եմ սիրելիներս, ես բավականին բարձր եմ արել, համարյա 250 աստիճանի տակ է իմ ջեռոցը այս պահին, քիչ կիչեցնեմ իհարկե ջերմաստիճանը, բայց ուզեցի, որ շատ արագ պատրաստվի այն, այդ պատճառով բավականաչափ եւ իհարկե, եթե որևիցե մթերք ուզում ենք խորովենք ջեռոցում, ապա պետք է ջերմաստիճանը սովորականից մի փոքր բարձր լինի։ Ահա սիրելիներս, պատրաստ են մեր պղպեղները, հիմա տեղափոխեմ այն ջեռոց։
Մինչ պղպեղները կխորովեն, մենք կարող ենք արդեն անցնել կարտոֆիլի մշակմանը։ Իսկ կարտոֆիլը ես պատրաստելու եմ հենց կեղևը չենք մաքրելու, պարզապես այն շատ լավ լվացել եմ ես։ Իմիջիայլոց այսօր օգտագործելու ենք ավանդական կարտոֆիլից մի փոքր տարբերվող կարմիր կարտոֆիլը, անկեղծ եթե լինեմ ժողովուրդ ջան, ես տարբերությունը այդքան էլ չեմ հասկանում, դրա եւ սրա, բայց համայն իհարկե մի փոքր տարբերություն կա, բայց այնուամենայնիվ ինձ համար շատ մեծ փոփոխություններ չեն թե սովորականը, թե այս կարմիր տարբերակը։ Դու ծանոթ ես նրան։ Ոչ, տարբերություն չեմ հասկանում, ամենակարևորը համով լինի, իսկ ես գիտեմ, որ դու ինչ էլ պատրաստես, միանշանակ համով է լինելու։ Ինչ ենք անելու հիմա, որովհետև հիմա պիտի նաև կարճ դադար լինի։ Այո, ես հասկացա։ Բայց եթե ինչ-որ բան կա արագ։ Ամեն մի այցելություն ես հասկանում եմ ինչ է նշանակում։ Բայց եթե ինչ-որ բան կա արագ ներկայացնել, ասենք ու անցնենք դադարին։ Դե պետք է կտրատման process-ը շատ եմ ուզում, որ հերոստատիտողը տեսնի, եթե ունենք դադար, ապա ես էլ դադար կտամ։ Այո, դադարից հետո վերադառնանք եւ արդեն այս process-ը ավարտենք միասին, իսկ հիմա կարճ դադար։ Մենք նորից եթերում ենք, բարի լույս ենք ասում եւս մեկ անգամ բոլորին եւ եկանք այն պահին, երբ պիտի ձեզ խորհուրդ տանք, թե ինչպես անցկացնել ուրբաթ երեկոն, որովհետեւ միշտ կա, չէ, այդ Friday night հասկացողությունը եւ հիմա արդեն ավելի գործածելի է դարձել պրակտիկայում։ Առավոտը սկսեք մեզ հետ, իսկ երեկոն արդեն ավարտեք ընկերներ հետ միասին կամ ընտանիքի հետ միասին։ Բնականաբար թող ձեզ ուղեկցի Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող գինիների լայն տեսականին, որոնք հաստատ երեկոն կդարձնեն ել ավելի հետաքրքիր եւ բարձր տրամադրությամբ լի։ Եվ գինու հետ մի մոռացեք իհարկե պանիրների մասին, իսկ առավոտը սկսեք կատնամթերք օգտագործելով պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Elola ընկերությունը։ Չմոռանանք, որ խոհանոցում ձեզ առաջին օգնություն հասնում է Tramontina բրազիլական բրենդը, որը ներկայացնում է խոհանոցային պարագաների լայն տեսականին։ Ասեմ յուրահատկությունը այս ամենի, որ Tramontina-ի յուրաքանչյուր արտադրանք ունի հատուկ թաղանթով է պատված, որ իրա չեն կուտակում իհարկե թունավոր բակտերիաները, սա շատ կարևոր է, եթե իհարկե ճաշիկներ եք պատրաստում փոքրիկ երեխաների համար։ Այս բրենդը իհարկե խոհանոցում կիրառելու համար է եւ հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե մեզ շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինե Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն, իմ թանկագին հերոստատիտող միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Իսկ օրվա բաղադրատոմսը շատ համեղ տապակված կարտոֆիլ է լինելու եւ կողքին որպես հավելում մի համեղ քամած մածնով սոուսի համար մեզ բավականին մթերքներ են անհրաժեշտ, բաղադրիչներ են անհրաժեշտ, դրանք անդրադառնանք մի փոքր ավելի ուշ, հիմա զբաղվենք կարտոֆիլով։ Կարտոֆիլները լվացված են, ինչպես նշեցի, այն չեմ կեղևազրկել, հենց այսպես էլ ես եփել եմ։ Եվ անցնենք առաջ։ Ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի դուք այս փուլը, այս կտրատման process-ը տեսնեք։ Ինձ պետք է մի սուր դանակ, համարյա թե առաջարկելու եմ լայվ խակի տարբերակ, սիրելիներս պետք է շատ բարակ շերտատել, բայց ոչ ամբողջական կտրել, իսկ այդ պարագայում մեզ օգնության են հասնում այս փայտիկները, ուրեմն երկու կողմում տեղադրում ենք այս ձողիկները, մեր խոհանոցային մշտապես մենք խոհանոցում օգտվում ենք այս փայտիկներից եւ փորձենք շատ զգուշությամբ կտրել, այսինքն այս փայտիկները չեն թողնի, որ դանակը ամբողջությամբ մինչև վերջ գնա, այնպես որ մի տեսակ այսպես պաշտպանիչ շերտ կդառնան, բայց պետք է շատ այսպես բարակ շերտերի վերածել այն, ես փորձում եմ շատ զգույշ լինել, իհարկե ձեռքով կարելի է պահել, որպեսզի ձողիկը չփախչի, տեսնեմ ինչպես է աշխատում այս լայվ խակի տարբերակը, ես շատ հոլովակներ եմ տեսել, տեսեք ինչպիսի շերտեր են ստացվում, և ոչ ամբողջությամբ կտրված վիճակ է, շարունակում եմ իմ գործը եւ պատկերացրեք այս բոլոր կարտոֆիլները ես այսպես պետք է կտրատեմ։ Շատ գեղեցիկ է ստացվում ջեռոցում, իմիջիայլոց երբ եփվում են կարմրաթուշիկ, այսպես գեղեցիկ շերտատված, ասես նկարչություն է արված։ Այնպես որ կարող եք, եթե ցանկություն կա եւ ժամանակ կա, կարող եք այս տարբերակով եւս փորձել։ Այս մեկը, այս մի շերտը ես փաստորեն կտրեցի, բայց ոչինչ, այդպես էլ կպատահի ընթացքում, ինչու ոչ։
Կարող է նաև այդպես ստացվել։ Ահա, շերտատեցի 1 կարտոֆիլ, անցնենք մյուսին։ Եվ ես հենց հիմա սոուս եմ պատրաստելու այս կարտոֆիլի համար, սոուսը կտրորենք կարտոֆիլների վրա եւ կտեղափոխենք ջեռոց։ Քիչ հետո արդեն կպատրաստեմ սոուսը։ Ողջույն Սուրեն։ Ադրինե, ջան, եկել եմ խանգարեմ քեզ։ չես խանգարում, գիտես։ Ինչ ենք անում։ Ահա, տես ինչ հետաքրքիր գործով եմ զբաղված, թիթեռ եմ նկարում, այսպես ասած, մեր բոլորի լեզվով։ Եվ ձեզ համար սիրելի հեռուստաընկերներ թիթեռ նկարում։ Այո, ես հենց հիմա այդ թիթեռն եմ նկարում։ Սա կատակ, բայց իսկապես նկարչության նման մի բան է ստացվում, այ երբ որ ջեռոցից կհանենք, տեսքը արդեն կդառնա թիթեռ, տես շատ գեղեցիկ կլինի։ Ես ինչով քեզ օգնեմ։ Դու կարող ես, չէ, բայց ես չեմ ուզի քեզ հանձնարարություն տամ, որովհետև ամեն դեպքում դու ասա մի ներվի, ասա ես ինչ կարամ կանեմ։ Օրինակ դու կարող ես այս ձևով կարտոֆիլը կտրել։ Դա ինչպես ասում են հայտնի արտահայտություն յուվելիրնի աշխատանք է, դա ես չեմ կարող անել։ Դա հատուկ է միայն հրաշագործներին, իսկ դու խոհանոցում մեր հրաշագործն ես։ Ապրես, շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Իհարկե, ես շատ բազմիցս անգամներ եմ կրկնում այս մասին, որ մեր հայ կանայք ընդհանրապես խոհանոցում հրաշագործներ են, բոլորը։ Ես դեռ չգիտեմ մի այդպիսի կին, աղջիկ, երիտասարդ թե հասակն առած, որ խոհանոցում հմտություններին չտիրապետի եւ շատ համեղ պատրաստելու ձև չիմանա, ես չգիտեմ, գոնե հայ կանանց մասին չէ դա, չգիտեմ։ Սակայն ես շատ նայում եմ եվրոպական այդ խոհանոցը, ամերիկյան խոհանոցները, այնտեղ չէ, ուզում եմ ես գովե ինչի խառնեցիր։ Դե եվրոպացիները բան չեն։ Ճիշտ է, գուցե մեր պես։ Այո, ինչ գիտեմ, մենք ավելի լավ ենք սա։ Այո, գուցե մեր պես շատ էսպես իրանք տրամադրված չեն ամբողջ օրը անցկացնեն խոհանոցում, բայց այնուամենայնիվ շատ համեղ ինչ-որ բաներ պատրաստում են, դա վստահեցնում եմ։ Այսպես, քանի որ սա ժամանակ է մեզնից խլելու, այո, ես ուզում եմ արդեն կարտոֆիլի համար համապատասխան սոուսը պատրաստենք, մեզ այստեղ պետք է մի փոքր բուսայուղ, մեզ պետք է մի փոքր քամած մածուն, արդեն գնացինք այն մյուս ուտեստի պատրաստմանը։ Յուղ, հալած յուղ է ուզում ասեի ժողովուրդը։ Հալած յուղ։ Ահա։ Եվ իհարկե համեմունքներ համապատասխան։ Այո, անպայման, առանց համեմունքների չի լինի։ Այստեղ օգտագործելու ենք կծու կարմիր պղպեղ, որպեսզի շատ հետաքրքիր եւ համեղ ստացվի մեր կարտոֆիլը։ Սև պղպեղ ենք ավելացնում։ Մի քանի համեմունքներ, սիրելիներս, մշտապես ես ասել եմ, համեմունքների փունջը դուք ընտրեք, ճիշտ է, ես գիտեք շատ եմ համեմունք օգտագործում, բայց ճաշակի խնդիրը երբեք չեմ պարտադրում, պարզապես իմ տարբերակներն եմ առաջարկում, դուք ընտրեք ձեր նախասիրության։ Ես օրինակ շատ եմ սիրում օրիգանոն։ Ես անպայման այսօր օգտագործել եմ, անպայման։ Ես սիրում աղցանների մեջ երբ որ շատ արինում օրիգանոն, տեսների մեջ։ Գիտես, օրեգանոն ինքը ծագումը, եթե չեմ սխալվում, իտալականն է, եւ նաեւ Իտալիայում փոխարինում են օրեգանոն ուրցով։ Ուրց եւս շատ են օգտագործում։ Մենք գիտեմ որ անում։ Այո, մենք էլ կարող ենք փոխարինել ուրցով, բայց շատ համեղ է, համամիտ եմ։ Այստեղ ավելացնում եմ սխտորի փոշի մի փոքր։ Ինչ լավ, ինչ լավ։ Բայց իհարկե նախընտրելի է թարմ տարբերակը։ Մի փոքր չաման։ Ահա։ Ահա այսպես, շատ զգուշությամբ չենք չարաշահի այս ամբողջը եւ իհարկե կսկսենք խառնել։ Համարյա պատրաստ է մեր սոուսը, աղի մասին չմոռանանք բնականաբար։ Այսպես։ Եվ այս հետաքրքիր յուղը, տապակված յուղը մենք պետք է տրորենք կարտոֆիլների վրա։ Հիմա անցնենք նորից այդ մանրը։ Այո, ես պետք է դեռ կարտոֆիլը ուրեմն կտրատեմ, ամբողջական դարձնեմ, սրան կարող ենք ավելի ուշ անդրադառնալ, սակայն կուզեմ մեկ անգամ եւս կրկնել, որ այստեղ ունենք հալած յուղ, բուսայուղ եւ բազմապիսի համեմունքներ։ Համեմունքների փունջը ընտրենք ինքներդ։ Շատ լավ, եթե հիմա դու արդեն ամեն ինչ կազմակերպեցիր, մենք կարող ենք օրինակ դադար, որովհետեւ ինչպես հասկացա, արդեն գնալու եմ կարտոֆիլի մանրացման հարցը։ Այո, քիչ ավելի նկարելու process-ը։
ցուցահանդեսը։ Քիչ ավելի ուշ կանդրադառնանք եւ հերոստատողի հետ միասին նորից այսպես կրկնելով այս բոլոր process-ը կանենք ու կտեղափոխենք ջեռով։ Շատ լավ, այս պայն կարճ դադար կլինի ու հետո արդեն հաջորդիվ կտաղավարում կողջունենք մեր շատ տաղանդավոր հյուրին, այնպես որ մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք արվեստից։ Եվ այսպես ամենամյա արտ կվարտալի տարեդարձին նվիրված ցուցահանդեսը կբացվի ապրիլի 11-ին։ Ամեն տարի կազմակերպիչները ավելի են մեծացնում ծավալները, իսկ այս անգամ սպասվում են նոր թեմա, նոր մատուցում եւ նոր համադրումներ։ Արտ կվարտալ թիմը ներկայացնելու է Երևանի տարվա լավագույն ցուցահանդեսներից մեկը։ Եվ հենց այսօր մեր տաղավարում է հյուրընկալվել նկարիչ Սերո Սողոմոնյանը, բարի առավոտ Սերո։ Բարի լույս։ Ոնց եք։ Հիասքանչ։ Ձեր տաղավարում հիասքանչ, արդեն ավանդական դարձած մեր ցուցահանդեսներից առաջ լուսաբանումը ձեր մոտ։ Շնորհակալ ենք շատ։ Ես 2 տարի անընդմեջ եղել եմ այդ հրաշալի այդ երեկույթին եւ տրամադրությանը եւ միշտ այնտեղից դուրս ես գալիս ինչ որ sense հետաքրքիր մտքերով ու տրամադրությամբ։ Այս տարի ինչ է լինելու։ Նույն տրամադրությունը վստահաբար լինելու է, շատ ավելի բուրըն, շատ ավելի էմոցիոնալ, որովհետեւ ամեն տարի երբ կոնցեպտը ընտրում ենք մի նոր կոնցեպտ, ժամանակին համահունչ, ժամանակաշրջանին համահունչ, բոլորին միավորող։ Այս տարվա կոնցեպտը թելն է։ Կապող գործիքը բոլորիս սոցիումում ծայրահեղական մտածողություն ու ծայրահեղական ապրելակերպ ունեցող մարդկանց կապող գործիքը թելն է ու հենց այդպես էլ միավորվել են նկարիչները տարբեր ժանրերի ու տեխնիկաների տեր նկարիչներ միավորվել են մի կոնցեպտի շուրջ ստեղծագործել են ու այս տարի ներկայացնելու ենք թել ցուցահանդեսը։ Այսինքն այդ կապող խորհուրդ ունի ամբողջ ցուցահանդեսը։ Իսկ ցուցահանդեսը հենց ինքնին որպես այդ թելի սիմվոլիկան, հա, ինչ որ ձևով տեսնելու ենք այնտեղ, թե ուղղակի միտքն է վերցված, որ մի գծի վրա է գնում ամեն ինչ։ Միանշանակ տեսնելու եք, բայց ամեն մեկինը իր տեխնիկային համահունչ, իր ժանրին համահունչ, հա, բայց ալեգորիան միանշանակ հասկացվելու է ու հասկանալու ենք, որ բոլորս կապված ենք իրար։ Շատ կարևոր է։ Շատ լավ։ Իսկ դե լավ է թե վատ։ Չգիտեմ։ Հետորի կերևա։ Ամեն անգամ գալիս ես այդտեղ ու զարմանում, որ այսպիսի տաղանդավոր մարդիկ չկորցնելով իրենց էնտուզիազմը շարունակում են ստեղծագործել ու շարունակում են ինչ-որ հետաքրքիր գործեր անել, հա։ Ովքեր են այդ թիմը, այդ մարդիկ, ովքեր են հավաքված, ովքեր են ներկայանալու այս տարի նույնպես։ Արտ կվարտալի հիմնադիր թիմը դա չի փոխվել։ Ես Հարություն Հովսեփյանը նկարիչ, Անի Չոփուրյանը նկարիչ։ Մենք հիմնադիրներն ենք ու կազմակերպում ենք ամեն տարի այս ցուցահանդեսը, ոչ միայն այս ցուցահանդեսը, առհասարակ Արտ կվարտալի գործունեությունը։ Ներկայացվող թիմը, այսինքն նկարիչների թիմը 13-ն են այս տարի։ Մեր բոլորի կողմից սիրված Նուրը, Գարեգինը, Ռաֆին Եդելային, Ժորան Գասպարյան, Գայա Ղազանչյան ու էլի շատ նկարիչներ։ Երաժիշտների մասով ես կուզեմ խոսել, այս տարի համերգային մասը մեզ մոտ ապահովում են Միքայելը Ոսկանյան, Շուշանը Պետրոսյան եւ Արթուրը Խաչյանց, մի խոսքով հիասքանչ պերֆորմանս ենք ունենալու համերգային։ Շատ լավ է։ Տրամադրող արդեն Ցուցահանդեսը քանի օր է լինելու։ Ցուցահանդեսը տևելու է մոտ 1 ամիս։ Մի հետաքրքիր փաստել եմ ուզում նշեմ, շատ կարևոր, տեսեք, ես որպես կուրատոր, այս ցուցահանդեսների կուրացիան ես եմ անում որպես կանոն։ Այս տարի փորձել ենք մի էքսպերիմենտ անել գրողի հետ, Արամ Ավետիսի հետ, ում ես սիրով հանձնել եմ կոնցեպտի թեման ու որի վրա ինքը կառուցել է մի հիասքանչ մանիֆեստ։ Մանիֆեստը հիմա չեմ կարդա, Ես երեք տեսա քո ստորիով, որ դու արդեն քո բաճկոնի վրա ես արել։ Վրա արդեն ու ես այսօր հենց բաճկոնով էլ եկել եմ վերջում ցույց կտամ ամենը։ Հիասքանչ մանիֆեստ է կազմել, որը թե գաղափարային, թե թեմատիկ իմաստով շատ խորն է, շատ արվեստային է ու շատ գաղափարային է, ու հենց այդ մանիֆեստով այնտեղ կախված է լինելու ռամկայի մեջ իր ձեռագրով, այսինքն դա էլ որպես աշխատանք, այնպես որ գրողը հայկական իրականության մեջ գրողը առաջին անգամ ներկայանում է կերպարվեստի ցուցահանդեսին, դա շատ հետաքրքիր էքսպերիմենտ է։ Եվ առասարակ 3 ճյուղ ենք վերցրել, հա, կերպարվեստը գրողներն են, երգիչներն են, այսինքն ինքը արվեստը ամբողջությամբ։ Արվեստի միավորումը, դա թելի գաղափարը հենց այդ է, այսինքն միավորվում ենք բոլորով, այո։
Ինչն է ինձ հետաքրում, հա, ժամանակակից կերպարվեստի մեջ, այսպես ասեմ, որովհետև հիմա ինչ որ նոր հետաքրքիր ոճ կա, որը վերծվել է ժամանակակից կերպարների, հա, օրինակ ես շատ եմ տեսնում կերպարներ կան, որոնք կարող լինեն այսօրվա մուլտֆիլմերի հերոսները, չգիտեմ, կամ ֆիլմերի հերոսները, կամ ինչ որ պերսոնաժներ, բայց բերված լինի կտավի վրա եւ ինչ որ հետաքրքիր դասականախառը լուծումներ տված լինի։ Այ ո՞նց է կոչվում այդ ոճը, որն այսօր շատ արդիական է դարձել։ Շատ արդիական ոճ է, ոճի անունը pop art։ Pop art, այո։ Հայաստանում, Երևանում ունենք հիասքանչ pop artistներ ժամանակակից ու լավագույն pop artistներից մեկը Գարեգին է, ցուցահանդեսին ներկայ լինելու, այո։ Ինչքանով ենք մենք այսօր կարողանում մեր երիտասարդ նկարիչներին, հա, ներկայացնել աշխարհում, որովհետև նկարիչը երբ որ ստեղծագործում է եւ իր նկարները ավելի են դառնում հասանելի, սա իհարկե ավելի լավ է նկարչի համար։ Ու այսօր հենց այդ դաշտը ոնց հասկանում ավելի հասանելի է դարձել։ Միանշանակ ավելի հասանելի է, ելնելով նրանից, որ կոմունիկացիոն գործիքները հիմա շատ ավելի շատ են, հա, ու հասանելի են բացարձակ բոլորին։ Ուղղակի խնդիրներ կան, գիտեք ինչ իմաստով, ոչ բոլոր նկարիչներն են կարողանում իրենց մենեջմենտը կազմակերպել կամ իրենց կարիերան կազմակերպել, որպեսզի ներկայանան ավելի լայն հանրությանը։ Նկարիչները որպես կանոն ալարկոտ անձնավորություններ են, ովքեր ուզում են մնան արվեստանոցում, ստեղծագործեն ու մնացածը, բայց նկարները վաճառեն։ Այո։ Դրա համար աշխարհում ստեղծվել են առհասարակ պատմության մեջ ստեղծվել են ուրիշ մասնագիտություններ, ովքեր որ պիտի զբաղվեն մենեջմենտով նկարիչների, բայց ցավոք սրտի Հայաստանում մի քիչ մենք տենց կաղում ենք այդ իմաստով ու նկարիչները, այսինքն ոչ միայն նկարիչները, բոլոր մնացած արվեստի ներկայացուցիչները, արվեստի ճյուղերի ներկայացուցիչները իրենց մենեջմենտով են զբաղվում հիմնականում, դուք ինքներդ էլ արվեստի մեջ եք ու շատ լավ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Բայց այսօր գործիքները ու հնարավորությունները շատ են դրսում ներկայանալու, սկսած on-line հարթակներից մինչև ֆիզիկական հարթակներ, փառք Աստծո, մենք էլ մեր թիմով, մեր community-ով, մեր ընկերներով անընդհատ կազմակերպում ենք տարատեսակ նմանատիպ միջոցառումներ, ցուցահանդեսներ ու փորձում ենք մաքսիմալ ակտիվ պահել դաշտը։ Եվ քանի որ մեր լսանը շատ որակով է եւ ես վստահ եմ կլինեն մարդիկ, ովքեր նկարում են, բայց հայտնի չեն եւ նոր անունների բացահայտման հետևից եթե գնանք։ Հնարավորություն կա, որ ենք միանան ձեր թիմին կամ առաջիկա ցուցահանդեսներին նաեւ իրենց նկարները ոնց կարելի է այդ կազմակերպել։ Մեր community-ները մի քիչ տարբեր են, այսինքն մեկը չի օրինակ Art Quartal-ի ռեզիդենցիան չի միակ, որ ասենք կան դիմեն Art Quartal-ի, իհարկե հնարավոր է, եթե կան տաղանդավորներ, շնորհալիներ, էնտուզիաստներ, շատ ավելի կարևոր, հա, էնտուզիաստներ, ովքեր կուզեն միանալ առհասարակ տարատեսակ միջոցառումներին, կարող են ինձ անձնապես գրել, կարող են իմ ընկերներին, Հարությունին, Անին գրել անձնապես Art Quartal-ի մասով, մասնակցելու X միջոցառումների, Նուրին կարող են գրել առանձին կապի դուրս գալ, որտեղ Նուրի հետ կազմակերպում ենք այլ ֆորմատի միջոցառումներ, որոնք այդքան էլ կապ չունեն Art Quartal-ի հետ, չնայած որ իրար հետ ինտեգրված են։ Չէ՞, հա իհարկե, կապը հասանելի է, հեռախոսահամարները հասանելի են, սոցհարթակները հասանելի են, թող կապվեն ու գնանք առաջ։ Եվ այս ցուցահանդեսին վերադառնալով 13 նկարիչները նույն ոճում են ստեղծագործում դրիվ տարբեր ոճերում, բայց նույն թեմայի շուրջ։ Մի կոնցեպտի շուրջ, բոլորը ստեղծագործել են հենց այս կոնցեպտի համար։ Տեսեք, յունիկությունը ինչու՞մ է կայանում կոնկրետ այս ցուցահանդեսի, հա, ամենամյա Art Quartal-ի ցուցահանդեսի գրվում է մի կոնցեպտ ու այդ կոնցեպտի շուրջ բոլոր ստեղծագործողները ստեղծագործում են անկախ իրենց տեխնիկական ու ժանրային տարբերություններից։ Սերո արդեն 2 տարի է, չէ՞, այս պրոյեկտը իրականացվում է։ 3 տարուց ավելին։ 3 տարուց նույնիսկ ավել։ Շատ լավ։ Ինչպիսին էր սկիզբը, երբ որ սկսվեց եւ ուր ենք հասել մինչեւ այսօր։ Շատ դժվար է սկզբում, որովհետեւ ֆորմատի մեջ առաջինը լինել մի քաղաքում, որտեղ որ շարժը այդքան էլ շատ չի։ Այսինքն արվեստասերները բավականին շատ են, բայց արվեստի համար, արվեստի կարիերայի համար լավագույն քաղաքը չենք, հա, Երևանում։ Չնայած շատ բոհեմական քաղաքում ենք ապրում, ինքներդ կփաստեք։ Շատ դժվար էր, ու ընկերներս հետ շատ դժվար օրեր ենք ապրել, շատ դժվար օրեր ենք ապրել, մինչև բոլորիս էնտուզիազմի հաշվին կարողացանք կարծրացնել ու դնել ինչ-որ հիմքերի վրա, որպեսզի սկսի աշխատելը, հա։ Հանուն արդարության ասեմ, որ շատ երկար ժամանակ է, քանի որ ես տրվել եմ ուրիշ իմ պրոյեկտների, իմ Art Quartal-ի այդ ամբողջական այդ ծանրությունը ընկած է իմ ընկերների ուսերին ու հիմնական մենեջմենտ ու այդ գործունեությունը ծավալում են իրանք։ Ես փորձում եմ օգնել նմանատիպ կոնցեպտուալ մեծ միջոցառումներին։
Գիտեմ, որ էլի բարդ է, բայց Փառք Աստծո ստացվել է պրոյեկտը, գաղափարային իմաստով ստացվել է ու community-ն էլ քանի որ իրար հետ է, փորձում ենք ինչ-որ ձև առաջ տանել, Աստված առաջ կարծում եմ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու ու իրականում հետաքրքիր նպատակներ ունենք, կարծում եմ կստացվի։ Եվ նպատակների մասին խոսելով, բացի մեկ ամսյա այս ցուցահանդեսից Արտ Կվարտալը էլի ինչ պլաններ ունի այս տարի իրականացնելու առաջիկայում կան։ Իհարկե կան, հստակ պլանների չեմ խոսի, ուղղակի կասեմ, որ ամեն ամիս մեր մոտ փոխվում են ցուցահանդեսները, ամեն ամիս ինտենսիվ միջոցառումներ են իրականացվում Արտ Կվարտալի ողջ տարածքում, որտեղ Արտ Կվարտալը միայն գալերի սփեյսը չի, այնտեղ արվեստանոցներ են, այնտեղ կոմերցիոն զոնաներ են, բեմ կա, առհասարակ այգի կա, մի խոսքով տարածքը շատ ակտիվ պահվում է, անընդհատ միջոցառումներ են տեղի ունենում, ուղղակի պետք է հետևել սոցեջին, հա, Instagram, Վայրը հիշեցնենք Պուշկինի 4 մի փոքրիկ կտոր հին Երևանից։ Ես գիտեմ նաև որ մի ընթացք եղավ, երբ խնդիր կար հենց տարածքի հետ կապված, ես հուսով եմ որ այդ ամենը լուծվեց եւ ամեն ինչ մնացել այնպես ինչպես կա հին Երևանի այդ շունչը եւ արվեստի շունչը։ Խնդիրը կա էլ, բայց կարծում եմ դա մեզ չի հասնի ամեն դեպքում մեզ նկարիչներից, հա, ու Փառք Աստծո որ մինչ այս չի հասել, այսինքն մենք մեր գործունեությունը կարողացել ենք այնտեղ ծավալել ու կազմակերպել։ Խնդիրը մեկը միշտ Երևանում նմանատիպ խնդիրներ, նմանատիպ շենքերի հետ միշտ լինում են, հա, որովհետև շենքը 1800-ականներին կառուցված շենք է, ոչ միայն շենքը, բակը, առհասարակ ամենահին բակերից մեկն է, բաղկացած մի քանի ոնց որ կորպուսներից շենքի, հա։ Ամենակոլորիտային բակերից մեկն է, Մառանային space-ը, որտեղ Մառանային սրահը, որտեղ էլի ցուցահանդեսը լինելու է, այսինքն ցուցահանդես սրահներից մեկն է, Երևանի ամենահին մառաններից մեկն է, որտեղ անցկացվել է հայկական կոնյակի առաջին էքսպերիմենտները, մի խոսքով պատմամշակութային իրականում շենք է, մենք էլ հիմա այդ ոնց որ այդ պատմությունը շարունակում ենք։ Պահում եք։ Հա, շատ կարևոր է դա։ Ինքը տարածքը այնպիսին է, որ ավելի շատ ամառային տրամադրությունն է, հա, այնտեղ ավելի ակտիվ լինում։ Եթե կարելի ասել այդպես, ապա գործունեությունը Արտ Կվարտալի ծավալման միայն ամառային շրջանում, թե ամբողջ տարվա ընթացքում Արտ Կվարտալը գործում է եւ ներկա ցուցահանդեսներ տալիս։ Չէ, 24 ժամ, 12 ամիս, ես sense եմ սիրում ասել 24/7 ռեժիմով Արտ Կվարտալը աշխատում է։ Արտ Կվարտալի նկարիչներն են աշխատում, առհասարակ պրոյեկտը, բայց իհարկե ակտիվությունները շատ ավելի տաք սեզոնին է սկսվում, տեսեք ամռանը բակային տրամադրությունը ավելի բացվում է, փարթամ կանաչները, այդ հոտ առհասարակ այդ Երևանի կոլորիտը, երբ որ դու բակում նստած թե ես խմում, ցուցահանդեսն ես նայում ու շփվում ես նկարիչների հետ, այդ լրիվ ուրիշ էմոցիաներ են արթնացնում։ Բայց իհարկե ձմռանն էլ հնարավոր է այցելել, նայել ցուցահանդեսները, արվեստանոցներ մտնել, ինչ-որ։ Եվ քանի որ սկսվում է արդեն ամսի 11-ից, նշենք, որ մուտքը ազատ է, այնտեղ ոչ մի սահմանափակում չկա։ Այդ օրն է ազատ։ Հետո վճարովի է լինելու, բայց մենակ ցուցահանդեսի մասը, հա, ընդհանուր բակը կարող են նայել space-ը ուսումնասիրել, հա, բայց այդ օրը մուտքը ազատ է, այդ օրը ուղղակի ուզում ենք ամեն տարի մենք տոն ենք նվիրում Երևանին, արվեստասեր հասարակությանը թող գան վայելեն ուղղակի։ Շատ լավ, հիմա դուրս գանք Արտ Կվարտալից, հասկանանք ինչ նոր մտքեր կան, ինչ նոր գործեր կան, որոնք ծնվում են եւ անհատական ցուցահանդեսներ արդեն Հայաստանի սահմաններից դուրս։ Վերջին մեր զրույցի ժամանակ մենք հասկացանք, որ ինչ-որ բան չէր ստացվել, բայց դա նկարիչների մեղքը չէր, այլ կազմակերպիչների։ Ինչ կա նորություններ, դրա հետ կապված չէ, ընդհանրապես։ Հասկանալի է։ Շատ հետաքրքիր նորություններ կան իրականում, այս տարի շատ ծավալուն տարի է լինելու մեր բոլորիս համար, այսինքն մեր հիմնական community-ի համար, հա։ Իմ անհատական ցուցահանդեսն է լինելու այս տարի Երևանում, որը շատ մեծ է լինելու, բայց որի մասին դեռ չեմ ուզում խոսել։ Դա աշնանն է լինելու, շատ մեծ միջոցառում է լինելու։ Խմբակային մի քանի պրոյեկտներ ունենք, որոնք որ լինելու են երկրից դուրս, բայց քանի որ դրանք էլ դեռ խմորման փուլում են, չեմ ուզում բարձրաձայնել հստակ, բայց միանշանակ տեսեք, մի պրոյեկտ կա Նուրը մի պրոյեկտ է մտածել, ես ես անկեղծ եմ ասում, մտածում անընդհատ։ Ես այս մի պուճուր այնտեղ եմ նայում, չէ, այստեղ։ Ես մի պուճուր Նուր ջան թիզեր եմ անելու, մի եսքան ոչ մի բան չասել։ Հանրությանը բարձրաձայնելու թե ինչ ես մտածել։ Մի պրոյեկտ է մտածել, որի իրականացման դեպքում այստեղի նկարիչները դառնալու են աշխարհում top հայտնի նկարիչներ, ես անկեղծ եմ ասում, այսինքն Հայաստանից դուրս է գալու նկարիչների խումբ, որոնք դառնալու են իրականում ամենահայտնի նկարիչներից
նկարիչների ցանկում են հայտնվելու աշխարհում, նենց որ հիմա աշխատում ենք այդ պրոյեկտի վրա, աստված տա լինի։ Ես վստահ եմ, որ կլինի, նույնը եթե ինչ-որ բան նախաձեռնում է, տանում է մինչև վերջ։ Եվ այնպիսի, չգիտեմ, էնտուզիազմով, նվիրումով, այնպիսի տենց ուժով անում, որ ամեն ինչ ստացվում է։ Համոզված եմ, նորին ջերմ բարևներ, չգիտեմ, այս ժամի երևի քնածել կլինի, բայց ամեն դեպքում ջերմ բարևներ։ Սերո ջան, մաղթում ենք հաջողություն, ամսի 11-ին անպայման գալու եմ։ Եվ եւս մեկ անգամ այդ տրամադրությունը շունչը վայելելու եմ։ Հիմա ուզում եմ նվիրել Իջևանի Սափոր Ռոզեն, կամ մինչև այդ կբացեք, կամ այդ օրը կբացեք, ոնց արդեն հարմար լինի։ Կարծում եմ այդ օրը կբացենք։ Ես գիտեմ, որ արտ կվարտալում այսպիսի բան կա, հա, նկարիչներ պետք է առաջին հերթին լավ սնվեն։ Ես միշտ դեմ եմ եղել այն արտահայտության, որ արվեստը ծնվում է աղքատության մեջ։ Տենց բան չկա։ Արվեստը գետը պիտի կուշտ լինի, պիտի ամեն հարմարություններն ունենա, որպեսզի լավ գործեր արարի։ Դրա համար ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինայի բրենդի խոհանոցային պարագա, որպեսզի այնտեղ արտ կվարտալում համեղ բաներ պատրաստեք, ուտեք եւ անցնեք գործի։ Շնորհակալ եմ անչափ։ Եվ քանի որ դու ինքդ արվեստի մարդ ես, ուզում եմ էլի նվիրել արև բացիկները, անցած անգամ նվիրել եմ, այս անգամ նույնպես։ Այս անգամ ուզում եմ նվիրել մի բացիկ, քանի որ մոտենում է մայրության ու գեղեցկության տոնը, շատ կարևոր էր աշխարհի տոն։ Նվիրեմ հենց այս բացիկը Շիրազի խոսքերով, հա, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն է մեծեր ու անգին։ Թող այդ տրամադրությունը միշտ լինի, որպեսզի արվեստը միշտ արարվի սիրո ու ջերմության մեջ, Սերո ջան։ Եվ մաղթենք հաջողություն բոլոր արվեստագետներին ու նկարիչներին։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտող, այսօր պատրաստում ենք շատ համեղ ուտեստ, կարտոֆիլով է մեր այսօրվա ուտեստը, այսօրվա բաղադրատոմսը առաջարկել եմ այսպիսի հետաքրքիր կտրատված տարբերակով կարտոֆիլ, որը հիմա պետք է իհարկե պատենք մեր համապատասխան սոուսով եւ տեղափոխենք ջեռոց։ Ահա այն կտրատել ենք այսպիսի բարակ շերտերով, բայց ոչ ամբողջական կտրատված վիճակ, այսինքն ներքևի հատվածը դեռ ամբողջությամբ մնացել է ոնց որ օրիգինալ տարբերակն է կարտոֆիլի, այսպես ասած։ Բայց մինչ անցնենք այս գործողություններին, ես կբերեմ մեր պղպեղները, որոնք խորովվել են ջեռոցում, հիմա հենց այդ պահն է, որ տեսնենք ինչ տեսք ունի պղպեղը։ Ահա սիրելիներս, պղպեղները ընտիր վիճակում են։ Ես հիմա պետք է այս ուրեմն թաղանթով, այս տոպրակով ծածկեմ պղպեղների երեսը, որպեսզի հետո մաքրելիս ավելի հեշտ լինի։ Հուսով եմ չի հալչի այն, որովհետև շատ տաք է, իհարկե, հենց այդպես էլ կլինի։ Ես հիմա կփորձեմ մեկ այլ տարբերակ օգտագործել։ Թաղանթը կտրեմ։ Եվ փորձեմ պարզապես այսպես տեղադրել պղպեղների վրա, ահա, որպեսզի պղպեղները գոլորշու օգնությամբ ավելի հեշտ մաքրվեն, այսպես։ Սա կթողնենք մի կողմի վրա, ահա տեսակ թե ինչպես այն խորովվեց եւ ինչ դարձավ։ Հիմա անցնենք առաջ եւ մշակենք մեր կարտոֆիլը։ Կարտոֆիլը, սիրելիներս, ինչպես տեսակ, այսպես ենք կտրատել, հիմա պետք է այս յուղով պատենք այն, բայց մինչ այդ պետք է այստեղ ավելացնենք նաեւ ծիտրոն, այսպես, եւ այն օրեգանոն, որի մասին քիչ առաջ ես եւ Սուրենը խոսեցինք։ Ծիտրոնը շատ հետաքրքիր այսպես բույր է տալիս կարտոֆիլին եւ շատ համահունչ է։ Պանրի հետ է շատ համահունչ օրեգանոն, պիցաների վրա է շատ համահունչ օրեգանոն, կարտոֆիլի հետ, այնպես որ կարող եք փորձել դուք էլ։ Ահա, էլի վրձնի օգնությամբ փորձենք տրորել կարտոֆիլը։ Այսպես ես տեղափոխում եմ այս կողմ։ Փորձենք նաև այսպես շերտերը բացելով արանքները տրորել այս յուղը, որպեսզի ավելի այսպես համեղ լինի եւ բոլոր համերը միանխառնվեն, ներծծվեն կարտոֆիլի մեջ։ Փորձենք յուրաքանչյուր արանքով այսպես վրձնով անցնել։
շատ լավ կլիներ, եթե այստեղ մենք թարմ սխտոր օգտագործեինք, որովհետև էլի շատ այսպես սազում է կարտոֆիլի եւ այս համադրության հետ համեմունքների, բայց ես իհարկե օգտագործեցի փոշի տարբերակը, ինչու, որովհետև դե ամբողջ օրվա ընթացքում, քանի որ աշխատանքի ենք եւ այսպես զբաղվածություններ ունենք, շփվում ենք մարդկանց հետ, որպեսզի որևիցե անհարմարություններ չպատճառենք ինչ որ մեկին, խույս տվեցինք թարմ սխտորից։ Այսպես շարունակաբար բոլոր կարտոֆիլները տրորելով անցնենք առաջ։ Այսպես։ Ողջույն, սիրելի Ադրինե։ Ողջույն, գեղեցկուի։ Ես մտածում եւ վերհիշում եի, թե երեք ինչ համեղ նախաճաշ են կարել, եթե մեր շատ սիրելի հեռուստադիտողները բաց են թողել երեկվա բաղադրատոմսը, առաջարկում եմ անպայման գնաք One Media-ի YouTube-ի էջ եւ այնտեղ նայեք ամբողջական տարբերակը, թե ինչ ենք ընտրել եւ ինչպես ենք պատրաստել, որովհետեւ Ադրինեն անմահական Ինչ լավ է, որ նախաճաշի տարբերակ էր երեք առաջարկում, այսօր եւս շատ համեղ տարբերակ է։ Վստահ եմ։ Եվ գիտեմ, որ դու էլ ինպես շատ սիրում ես կարտոֆիլ, յուրաքանչյուր տարբերակով պատրաստված, այնպես որ ուրախ եմ, որ այսօր էլ կարող ենք բոլորս այսպես միասին նախաճաշել, այո։ Բայց ես մտածում եմ, որ քո ընտրած տարբերակը այսօրվա նախաճաշի շատ յուրօրինակ է, որովհետև ինչ ես անում։ Ինչ եմ անում, փաստորեն մենք երկար այսպես կարտոֆիլների հետ աշխատեցինք, այո, հերթով, շատ զգուշությամբ շերտատեցի, նույնիսկ կատակեցինք, բայց շատ հետաքրքիր է, հատկապես գիտես եփվելուց հետո ինքը շատ երբ կարմրում է կեղևը, եւ նշեմ, որ սիրելիներս կեղևը թողնում ենք վրան։ Եթե այս տարբերակով ենք ուզում պատրաստել, ապա պետք է կեղևը անպայման լինի, այսինքն չմաքրենք։ Այնպես որ սա էլ նկատի ունեցեք, որպեսզի շատ գեղեցիկ տեսք ունենա այն։ Կդառնա կարմրաթուշիկ եւ շատ սենց ախորժաբեր, ամենակարևորը։ Դե ջեռոցում կարտոֆիլի պատրաստման տարբերակները իհարկե բոլորը, այո, իրավացի ես, բոլոր տարբերակները ջեռոցում պատրաստված շատ համեղ են։ Այո, իսկապես դա այդպես է։ Եվ երեխաների ամենասիրելի ուտելիքն է, այսպես ասած, կարտոֆիլը, էլի յուրաքանչյուր տարբերակ, այնպես որ կարծում եմ այս տարբերակն էլ մեծ սիրով կճաշակեն երեխաները։ Գիտես ինչն է ինձ համար ամենաայսպես հետաքրքիրը, որ դու յուրաքանչյուր օրվա համար շատ համապատասխան ես ընտրում, որովհետև հիմա նայում ես կարտոֆիլն, շատ ուրբաթօրյա նախաճաշ եմ հիշեցնում, որովհետև ուրբաթ օրը հատկապես չէ, շաբաթվա վերջին բոլորս ավելի քիչ էներգիա ունենք, ավելի սպառված վիճակում ենք եւ պետք է այսպես շատ համեղ սնվել, որպեսզի այդ ամբողջ էներգիան գոնե որոշ չափով կարողանանք ետ բերել։ Շատ ճիշտ ես, ես փորձում եմ Իրականում գիտես միշտ մտածել եմ, որ ուրբաթ օրերը կարելի է հայտարարել քաղցրի օր, ինչ որ աղանդեր պատրաստել ուրբաթ օրերը, այսպես ասած մի փոքր շաբաթվա վերջ մեզ երես տանք։ Ես միշտ մտածել եմ դա։ Ես միշտ համաձայն եմ քաղցրի։ Գիտեմ, շաբաթը 5 օր կարող ենք։ Այո, բայց մտածեցի նաև, որ կարելի է Սուրենի մասին, ես կարծում եմ։ Դու գիտես գաղտնիքը։ Վստահ եմ, որ Սուրենը քաղցրին այդքան էլ կողմնակից չէ։ Ընդհանրապես տղամարդիկ դե գիտենք, որ շատ կողմնակից չեն քաղցրին, դրա համար փորձում ենք, այո, այսպես մշտապես տաք ուտեստի տարբերակներ առաջարկել։ Այսպես։ Կարծում եմ շատ լավ աշխատեցինք, այսպես երկար եւ տևական ժամանակ խլեց մեզնից, այո, տեղը հերթով բոլոր շերտերի մեջ շերտերը փորձեցի ավելացնել եւ այստեղ ինչ մնաց, անկեղծ եթե լինեմ, հենց այսպես կարելի է այս ձևով նաեւ ավելացնել, ելի կարծում եմ կներծծվի բոլոր համերը եւ իհարկե շատ հյութեղ ու համեղ կստացվի, առավել քան վստահ եմ։ Այնպես որ գնում ենք ջեռոց, այո, ես հիմա կտեղափոխեմ այն ջեռոց։ Ահա, այսպիսի գեղեցիկ կարտոֆիլներ ստացանք, սիրելիներս։ Գնանք ջեռոց, տեսնենք թե հետո ինչ կլինի, այսքան պատմել ենք, խոսել ենք, տեսնենք վերջը ինչ կլինի։ Ես վստահ եմ, որ շատ համեղ գեղեցիկ է լինելու։ 180 աստիճան ինչպես միշտ։ Այո, ես այստեղ ահա, նույնիսկ կարելի է 200 աստիճան։ Ավելի բարձր, այո, քանի որ ամբողջականը չնայած նրան, որ
շերտատված են կարտոֆիլները, բայց քանի որ ամբողջական վիճակով պետք է եփվի, ապա կարելի է 200 աստիճանի տակ թողնել եւ ոչ թե 180։ Եվ չմոռանանք, որ մենք դեռ պետք է սոուս պատրաստենք, բայց դա ավելի ուշ, որովհետեւ այս բան խոհանոցում ամեն ինչ պատրաստ է, ամեն ինչ արված է, հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Լավ տրամադրություն կա։ Եվս մեկ անգամ։ Այո։ Դե ինչ շարունակում ենք առաջին ծրագիրը եւ հիմա իհարկե խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին, տեղափոխվելու ենք Hills սպորտային համալիր, որովհետեւ մեր եթերում քիչ անց լինելու է առավոտը Hills-ում էջը։ Այո, շատ կարևոր մի էջ, որտեղ մենք ամեն անգամ հորդորում ենք մեր հեռուստատիտողներին անպայման զբաղվել սպորտով, մարզվել, օրվա ընթացքում շատ քայլել, գտեք անպայման ժամանակ եւ մի ասեք, այնքան զբաղված եմ, մի ժամ ազատ չունեմ, այդպես չի։ Եթե շատ ցանկանաս, անպայման ժամանակ կգտնես եւ կգնաս սպորտային համալիր, որտեղ կարող ես մարզել բոլոր մկաններդ։ Hills-ը տալիս է հենց այդ հնարավորությունը, այնպես որ այնտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համար հատուկ սպորտաձևը։ Այս անգամ էլ տեղափոխվենք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ է առաջարկում մեզ համար։ Սպինինգը բարձր ինտենսիվության ինտերվալային խմբային պարապմունք է ստացիոնար հեծանիվի վրա։ Մարզման ընթացքում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ոտքերի, այլ նաև որովայնի, մեջքի եւ ձեռքերի մկանները։ Մեկ մարզման ընթացքում միջինում հնարավոր է այրել 400-ից 700 կիլոկալորիա, ինչի շնորհիվ արդյունավետորեն կարելի է ազատվել ավելորդ քաշից։ Այս մարզումը բարձրացնում է ընդհանուր դիմադրողականությունը, լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արդյունավետորեն պայքարում է ցելյուլիտի դեմ։ Սպինինգի ժամանակ առաջարկվում են ծանրաբեռնվածության անհատականացված լուծումներ հետագա ինտենսիվությանը հարմարվելու համար։ Մոտիվացիան մեզնից մարզվելը ձեզնից հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ Hills սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, այնպես որ կարող եք այցելել եւ գտնել ձեզ ամենահոգեհարազատը։ Եվ նրանք, ովքեր որոշել են նիհարել եւ հենց այդ կարևոր գաղափարն է այս ընթացքում իրենց մոտ շոշափվում, ապա քիչ առաջ ներկայացված տեսանյութում հենց այն մարզաձևն է, որը հաստատ շատ արագ կերպով ձեզ կբերի ձեր երազած կառուցվածքը, այնպես որ այցելեք Hills սպորտային համալիր, այնտեղ միանգամից ձեզ կտան հենց այդ կարևոր խորհուրդները։ Իսկ հիմա խորհուրդների հետ կապված մեր օգտակար խորհուրդներ էջը ներկայացնում ենք սիրո մեր հեռուստադիտողներին։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, թող բոլորիս առավոտը բարի լինի։ Ես ուրախ եմ, որ այս ժամին ունեմ այսպիսի յուրահատուկ հնարավորություն ձեր հետ կիսվելու օգտակար խորհուրդներով, յուրահատուկ գաղտնիքներով։ Հուսով եմ իմ օգտակար խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգա։ Այսօր խոսելու եմ մի յուրահատուկ թեմայից, թե ինչպես անենք, եթե մեկը վախեցել է ինչ-որ բանից, շնից կամ չգիտեմ, ինչ-որ վատ երազներ է տեսնում։ Ես շատ հաճախ լսում եմ, որ ասում են, գիտեք, գնացինք վաղ չափողի մոտ, մոմ թափողի մոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ոչ թե ես ձեզ պրոպագանդում եմ, որ դուք չգնաք ինչ-որ վաղ չափողի մոտ կամ մոմ թափողի, ուղղակի ես չգիտեմ այդպիսի բան,
որ ինչ որ միտեղ գրված լինի, որ կա այսպես վախ բռնող։ Վախը ուր է փախնում, որ ինչ որ մեկն էլ բռնում է։ Բնականաբար յուրաքանչյուրս կարող ենք վախենալ մեր մահացած մերձավորներից, կարող ենք վախենալ շնից, կարող ենք վախենալ մտից եւ այլն մի շարք, այսպես կարող եմ ամբողջ օրը թվարկել, բայց որպեսզի ցեզ չցանրացնեմ, ցեզ չհոգնեցնեմ, պետք է անցնեմ բուն թեմային։ Վախենում են բոլորը միաժամանակ, կլինի կին, տղամարդ, մեծահասակ, փոքր, թե երեխաներ։ Շատ հաճախ ասում են, որպեսզի երեխաները գիշերը չվախենան, բարձի տակ կամ այսպես դոշակի տակ դնում են տանակ, մգրատ, պատարակախ։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ նշանակություն ունի այդ տանակ, պատարակախ, մգրատը, այդ առարգաները ինչպես կարող են երեխային կամ մյուսին օգտակար լինել։ Հետո խոսելուց կարող ենք ասել, վայ, գիտեք, մենք քրիստոնյա ազգ ենք, բա քրիստոնյա ազգը երեխայի գլխի տակ դնում է տանակ, պատարակախ, մկրատ, դուք դրանով կարող եք այնպես անել, որ արդեն երեխային գցեք չարական կաբանքների մեջ, իմ շատ սիրելի հետևորդներս, չի կարելի զերծ պահեք ձեզ նման չարական կաբանքներից։ Հետո ձեզ կաբանքներ եք անում, հետո գալիս ասում եք, գիտես ինչ Տիգին Գրիգորյան, գնացինք այստեղը, այնտեղը, սենց ստացվավ կամ թեգուս եկակի մոտ, եթե մենք որոշ չափով զգոն լինենք, ուշադիր լինենք, կհասկանանք, որ շատ բաներ մենք ինքներս ենք մեզ ֆիքսում, մենք ինքներս ենք մեզ կոդավորում, սարքում չարական կաբանքներ, հետո փողոքում բախտից, ճակատագրից, շատ հաճախ թողնում ենք մեր ձեռքից գնա մեր հաջողությունը ու ասում ենք, վայ ինչի ենք անհաջող, ինչի կորավ մեր հաջողությունը, որպեսզի ձեզ շատ չցանցրացնեմ ու ձեր մոտից, թե ձեր բալիկի վրայից անցնեմ բոլոր չարությունները, անեծքները, դժբախտություններն ու անհաջողությունները, նորից ու նորից պետք է անդրադառնամ սովորական ծորագիջերին, իմ շատ սիրելի հետևորդ, իմ շատ սիրելի հեռուստադիտող, եթե ձեր բալիկը ունի անքնություն, երազին տեսնում է այսպես տարօրինակ վախենալու երազներ, առավոտ մեկնաբանում է կամ շատ փոքր է, չի կարող մեկնաբանել եւ երեխան անհանգիստ է, պետք չի երեխայի գլխի վրա այսպես գլխարկին կպցնել աչքահուլունքներ, փուլավկաներ ու ասել աղոթեցինք երեխան քնավ։ Պարզապես մեզ ինչ է հարկավոր, մեզ հարկավոր է մեր ծորագի ջուրը կամ այն ջուրը, որը խմում է բալիկը, վերցնում ենք այդ ջուրը, այնքան որքան որ բալիկը կարողանա խմի, պահում ենք մեր բերանին մոտ եւ ասում 7 անգամ հայրմերը։ 7 անգամ հայրմերը ասել վերջացնելուց հետո ասում ենք թող այս սուրբ ջրով Հիսուս Քրիստոսի կամքով, Հիսուս Քրիստոսի թափված այրունով եւ անունով իմ բալիկիս ու տալիս ենք բալիկի անունը, վրայից բոլոր չարությունները, վախերը, այս պահից դուրս գա ու կնա, թող ջրի նման իր կյանքը զուլալվի, մակրվի, թող խաղաղ գիշեր լինի, անխապան գիշեր իմ բալիկին, այնուհետև մի փոքր խմացնում ենք այս ջրից բալիկին, մյուսը բալիկի դեմքը լվացնում ենք եւ թողնում ենք, որ ինքնուրույն չորանա, չենք սրբում, սա շատ յուրահատուկ ու լավ մեթոդ է, անփորձանք, անվախ, սա չի կարող բալիկին բերել չարություն, որովհետեւ դու քո տերունական աղոթքն ես ասում, դու քո սերդի խոսքն ես ասում, իսկ որտեղ կա Տիրոջ անունը, որտեղ կա Հիսուսի անունը, այնտեղ չի կարող լինել չարություն, այնտեղ չի կարող լինել անեծք, տանջանք, տառապանք։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը չունենաք վախեր, յուրաքանչյուրը չունենաք անհանգստություններ, տխրություն, մտածմունք, որ բոլորիդ մոտ լինի ամեն ինչ հաջող եւ դրական։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես Բայձարատես Անիկ Գրիգորյանս պատրաստ եմ ձեզ օգնելու։ Պարզապես զանգահարեք 077 49 48 28 հեռախոսահամարով կամ զանգահարեք 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կպատասխանեմ ձեզ, իսկ բոլորիս հետ թող լինի հույս, հավատ եւ սեր։ Օգտակար խորհուրդներից եկանք օգտակար խոհանոց, որտեղ իհարկե առողջությունը շատ կարևոր առաջնահերթություն է։ Ադրինե, ինչ ենք անում։ Այո, եւս մեկ անգամ բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, ասեմ, որ կարտոֆիլները այն հետաքրքիր կարտոֆիլները ջեռոցում եփվում է եւ հիմա պետք է անդրադառնանք այն սոուսին, որի մասին շատ երկար խոսեցինք, այսպես պղպեղները խորոված արդեն մաքրել եմ, միայն պետք է կտրատել, սոուսի համար մեզ պետք է լինելու թթվասեր, ահա ամանի մեջ թթվասեր ունենք եւ այստեղ ավելացնում ենք քամած մածունը։ Բացեմ մածունը։ Հզոր տղամարդ ես նշել, որ քամած մածունը եւ թթվասերը էլոլա ապրանքանիշին ներկայացվող
կատնամթերքի լայն տեսականուց է, իսկ էլոլան այն հրաշալի համն է տալիս սյունած լեռների, որոնք հատուկ են հենց այդ կողմերին։ Եվ ուզում եմ անպայման նշել, որ այսուհետ էլոլան հասանել է ոչ միայն Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի համար, այլ նաև Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների համար նույնպես էլոլան հասանել է։ Լավ կատնամթերք, առողջ կատնամթերք հենց առավոտյան։ Դե այստեղ նաև օգտագործված են նաև լոլիկի ճիր եւ իհարկե շատ ու շատ հետաքրքիր պարագաներ կան համեղ ուտեստի համար, սա իհարկե ներկայացնում է Իջևանի գինու գործարանը իր պահածոների լայն տեսականիով եւ ոչ միայն պահածոներ, նաեւ օգտակար կոմպոտներ, որոնք տալիս են տնականի սարքած համն ու հոտը, սա շատ կարևոր է։ Եվ չմոռանանք, որ նաև խոհանոցում Ադրինեին առաջին ընկեր որպես օգնում է Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայացնում է խոհանոցային պարագաների լայն տեսականի, դեպ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր դանակ, յուրաքանչյուր պարագա պատված է հատուկ ծածկույթով, որի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաներ։ Սա շատ կարևոր է եւ ասեմ, որ այս պարագաները հասանելի են ոչ միայն սիրողական խոհանոցում, նաև իհարկե ռեստորանային ոլորտում նույնպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես որ խնդրեմ թեթևացրեք ձեր հոգսը։ Այո, թեթևացրեք եւ թեթևացրեք հենց մեր միջոցով։ Միշտ մենք նշում ենք, որ եթե գնաք խանութ եւ ասեք, որ այս տեղեկությունների մասին ուրեմն լսել եք հենց առաջին ծրագրի միջոցով, անպայման ձեզ հատուկ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն եւ առավել եւս ես կարծում եմ զեղչերն ու այսպես նվերները կավելանան։ Այնպես օգտվեք այս հնարավորությունից։ Հիմա ես խառնեցի թթվասերը եւ իհարկե քամած մածոնը անպայման աղենք այստեղ ցանում, մի փոքր սև պղպեղ։ Այսպես կխառնենք եւ կթողնենք մի կողմի վրա։ Սիրելիներս, այս սոուսը պատրաստելու եմ համարյա թե հումուսի տարբերակով, այսինքն ափսեի հատակին կլցնենք մեր այս քամված մածոնը եւ վրան կավելացնենք այս հավելումները։ Իսկ հավելումներն են խորոված պղպեղ, գունավոր պղպեղներ ունենք եւ լոլիկի չիր։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, լոլիկի չիրը մեզ տրամադրում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, հրաշալի մարինացված չիր։ Սուրեն, կարող ես նույնիսկ ցույց տալ, այ հենց այդ տարայի մեջ է եւ հրաշալի թե տաք ուտեստների մեջ է կարելի այն օգտագործել, թե աղցանների եւ թե սոուսների։ Ահա ես հիմա կկտրատեմ պղպեղները մեր խորոված, լոլիկի չիրը եւ կդնենք այս ամանի մեջ ու հետո ամենավերջում միասին կձևավորենք։ Այստեղ շատ համահունչ կլինի նաև ընկույզ, եթե ձեռքի տակ լինի ընկույզ, անպայման ընկույզ եւս օգտագործեք, ես օգտագործել եմ քունջուտ, էլի շատ օգտակար եւ կարեւոր մթերք եւ այս սոուսների, աղցանների համար շատ հարմար։ Ահա այսպես եւ չիրը կօգտագործենք, կմիախառնենք, կստանանք ընտիր սոուսի տարբերակ։ Ես հուսով եմ հեռուստադիտողները գրի են առնում այն բոլոր տարբերակները, այո, որ ես առաջարկում եմ, իսկ եթե ոչ, բազմիցս ասել եմ, ցանկության դեպքում կարող եք ինձ հետ նամակագրական կապ ունենալ եւ ես մանրամասն ձեզ կասեմ, որից հետո կարելի է օգտագործել։ Ահա այսպես կխառնեմ, այսպես կլցնեմ մեր տարայի մեջ համապատասխան եւ կսպասենք մինչ այն պահը, երբ պետք է ձևավորենք։ Արդեն ավարտեցինք աշխատանքը։ Դե եթե ամեն ինչ, այո, մնաց արդեն վերջում ամենամատուցման process-ը, չէ՞։ Այո, շատ լավ։ Դե այս պահին կլինի դաթար մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու տաղավարում կողջունենք մեր հյուրերին, այնպես որ մնացեք մեզ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Եվ այսպես հաղթական մեկնարկ 2025 թվականի մարզական տարում XXPC վարկածով Powerlifting-ի Եվրոպայի առաջնությանը Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի Powerlifting-ի հավաքականը գրանցեց իր նոր պատմական արդյունքը։ Մարտի 26-ից 30-ը Լեհաստանում կայացած XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը 15 երկրի ավելի քան 400 մարզիկների պայքարում մեր հավաքականը գրանցեց տպավորիչ արդյունք։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Գագիկ Սարոյանը, Հայաստանի Powerlifting-ի ֆեդերացիայի նախագահ, Գոր Հովհաննիսյանը, Հայաստանի Powerlifting-ի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը եւ Զեփյուր Սարդարյանը, Հայաստանի Powerlifting-ի գործադիր Powerlifting-ի ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ ռեժիսոր։ Շատ երկարացածում, բայց շատ լավ է, ո՞նց եք։ Բարև ձեզ։ Հրաշալի։ Ինչ լավ, անցած անգամ որ մեզ մոտ եք, մենք դեռ խոսում ենք, որ պիտի գնանք եւ մաղթեցինք հաջողություններ եւ այլն։
ոնց հասկանում են մարդաց հաջողությունները տեղ են հասել։ Իհարկե, Սուրեն ջան։ Ինչ լավ է, դե ասեք ինչով եք եկել։ Եկել ենք մեդալներով, գավաթով։ Թիմային հաշվարկում լավագույնը ճանաչվեցինք Եվրոպայում, որովհետև մեր պատանիները, թե մեծահասակները, թե աղջիկները լավագույն արդյունքներ ցուցաբերեցին եւ ունեցանք բացի թիմային հաղթանակը, իհարկե նրան շնորհիվ բացարձակ հաղթողներ ունեցանք ըստ վարժությունների եւ ինչ ունենք, այդ ունենք։ Ինչ լավ։ Ուրախ վերադարձ։ Քանի մարզիկով ենք մենք մեկնել Լեհաստան։ Մասնակցում էր 14 մարզիկ, մեկը տրավմա ուներ չմասնակցեց, 14 մարզիկ մասնակցեց, որտեղ ունեցանք նաև մեր Աֆյան Հայկը 100 կիլոգրամ քաշային կարգում արեց 6 ռեկորդ, իսկ Գևորգ Կարապետյանը 3 ռեկորդ։ Եվրոպայի ռեկորդներ վերադարձանք նաև ռեկորդներով։ Իրենց տրամադրությունը, տպավորությունները ոնց էին վերել։ Ամեն հաղթանակը արդեն երևի սովորական է դարձել, հա։ Կներեք, իհարկե նայում էին ուղիղ եթերով, այդ բանին չես իմանում, որ հեռախոսին պատասխանես, ոնց դիմավորես այդ ուրախությունը Հայաստանից, որովհետև իրոք ծածանեցինք դրոշը, հնչեցրեցինք հիմնը։ Գիտեք, մի տեսակ լավ ասացիր Սուրեն ջան, կարծես թե արդեն սովորել ենք այդ հաղթանակներին, նույնիսկ բարի ճանապարհ մաղթելիս բոլորը գիտենք, որ բնական է որոշակի արդյունքներ ունենալու ենք։ Երբեք չի եղել, որ մենք որևէ առանց արդյունքի կադրերում գնում է մեր Եվրոպայի առաջնության այս կադրերը հրաշալի, ասեմ ձեզ, որ այնտեղ էլ զարմացած են, հատուկ յուրահատուկ վերաբերմունք կա մեր հավաքականի նկատմամբ, որտեղ միշտ հատուկ ու լավ արդյունքներով ենք վերադառնում այդպես։ Բացարձակ հաղթողներից մեկը Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գոռ Հովհաննիսյանն է, թողից տպավորությունները Այո, մենք կադրերում ձեզ իդեպ տեսանք արդեն։ Հիմա տպավորությունները պատմեք։ Նախ շնորհակալ եմ, որ ուշադիր եք մեր առած աշխատանքի նկատմամբ ու նորից հրավիրել եք Ֆեդերացիային։ Շատ լավ անցավ, շատ լավ ստացվեց առաջնությունը, իմ մասնակցությունը շատ հաջողված էր, տպավորությունը բարձր։ Ամեն անգամ շատ մեծ հաճույք ես վայել եմ, երբ որ կարող ես հայի Հայաստանի անունը բարձր պահես, մենք էլ այդ տարբերակով ենք փորձում հայի անունը բարձր պահենք ու նորովի ծանոթացնենք աշխարհին ովքեր են հայերը, որ ճիշտ կարծիք ունենան։ Փառք Աստծո, հաջողությունը ստացվեց թե իմ մոտ, թե թիմի, շատ տպավորված եմ։ Սոմ կշարունակվի։ Որ երկրի ներկայացուցիչներ եզրափակում ձեր մրցակիցը։ Մեր մոտ եզրափակիչի, հա, մրցանակ ավելի թիմայի եզրափակիչի հանում են, հա, ոնց որ օրինակ ծանրամարտում կամ այլ սպորտաձևերում, բայց ավելի դե բնական է Լեհաստանում միշտ աշկի ենք նույնպես աշկին ընկնում լավ մարզիկներով, իրենք Հունգարիայից եկած ուժեղ մարզիկներ կային, Սլովակիայից, Շոտլանդիայից, Շվեդիայից, Գերմանիայից։ Հա, ես մտածում եմ բացասակ ֆավորիտ երկուսն եք դուք եւ որևէ երկրի ներկայացուցիչ։ Չէ, ըստ քաշային կարգերի կան հակառակորդներ, որոնք մրցում են ընթացքում կոմպյուտերը առանձնացնում է հաղթողին, երկրորդ, երրորդ տեղերին տենց։ Համակարգչով է որոշվում։ Դե հա, Այստեղ բացարձակ արդյունքները գործոնը միջոցով։ Այստեղ էլ արդեն մեր առաջնություններին հրավիրում ենք շուտով կլինի ապրիլի 26-ին եւ 27-ին մեզ մոտ լինելու է Հայաստանի առաջնություն, հրավիրում ենք, այդտեղ շատ տեսանելի է ինչպես արդեն աշխարհում եւ Եվրոպայում է արվում, այդպես նաեւ մեզ մոտ նույն կարգավիճակով էլի համակարգիչն է հաշվում արդյունքները եւ քաշային կարգը եւ բարձրացածը եւ տարիքայինը, այսինքն ամեն ինչը արդեն այսպես համակարգչային է, որևէ Արդյունքը 100%-անոց է։ Արդյունքը 100%-անոց։ Հիանալի է։ Հաղթանակ, ծրագիր։ Հայաստանի առաջնությունը Զեփյուրը ոնց ասեց, իրոք 26-27, բայց անում ենք համատեղ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ միասին Ծիծեռնագաբերդի 16 հասցեում։ Որովհետև հաշմանդամություն ունեցող մարզիկները անցած տարի ունեցանք օլիմպիական մրցանակակիր, մեր Գրետա Վարդանյանը Յումրիից։ Գրանցվեց մեծ հաղթանակ, մեծ իհարկե մրցույթի ժամանակ։ Հաջորդիվ ինչ է սպասվում Հայաստանի սահմաններից դուրս ուր են գնալու, ինչ հաղթանակներ ենք բերելու։ Խիտ գրաֆիկ ունենք Սուրեն ջան, ինչպես նշեցինք Հայաստանում 26-27-ին սպասվելու է Հայաստանի առաջնությունը թե պատանիների եւ թե մեծահասակների հաշվարկում, այնուհետև վերջնական նորից
հավաքական է ձևավորվելու, նախապատրաստվելու ենք մայիսի 14-ից 18-ը Չեխիայում կայանալիք GPC վարկածով Եվրոպայի առաջնությանը, այնուհետև հուլիսի վերջ Վրաստանում է լինելու Սևծովյան երկրների միջազգային առաջնությունը, իսկ արդեն օգոստոսին լինելու է Ամերիկայում աշխարհի առաջնությունը։ Օգոստոսի 24-ից գրաֆիկ ունենք, փորձում ենք։ Քանի մարզիկներ են պատրաստում այդ ամբողջին։ Ընդհանուր պատրաստվում է 22 մարզիկ։ Մենք պետք է նայենք ամենաբարձր արդյունքները, նաև իրենց հակառակորդները ըստ երկրների, ով են, ինչ են, ինչքան են արել իրանց հանրապետական մրցումներում, որ իրանք ում ենք տանում, էլի։ Այդ մարտավարությունը մենք ունենք։ Լեհաստանում անցկացված մրցույթի սպասելիքները արդարացվեցին, թե գերազանցեցին։ Եվ մի փոքր ինֆորմացիա, ուզում եմ եւս մեկ անգամ եթերից շնորհավորել մեր առաջնությանը, Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր բոլոր մարզիկներին, կեցեք դուք, ապրեք եւ ուզում եմ շեշտել, որ այս ամսի 6-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը հրավեր է արել մեր մարզիկներին, ովքեր վերադարձել են Եվրոպայից հաղթանակով, իրենց մեծարման ցերեկույթ են պատրաստել մեզ համար։ Գիտեք, մի օր ասացի, որ հեշտ է ծափեր եւ հարգանք վաստակել դրսում, բայց միշտ դժվար է, որ դու կարողանում ես ծափեր վաստակել ներսում։ Այո, իհարկե, որովհետև շատ անգամ այդ ծափերը գալիս են ընտանիքի կողմից, հարազատների կողմից եւ մյուսները կամ չեն իմանում այդ մասին, կամ պարզապես լավ չի լուսաբանվում, այս դեպքում ես համոզված եմ, որ այն ամեն ինչ կատարվում է ֆեդերացիայում, շատ հիանալի լուսաբանվում է եւ բոլորը տեղյակ են, որ մենք ունենք մարզիկներ, ովքեր գնում, հաղթում եւ հետագայում։ Մի բան էլ կա, դու թատրոնի մարդ ես նաեւ, գիտես, որ շատ դժվար է ներսում ծափեր վաստակելը եւ շատ դժվար է ներսում ծափեր վաստակելը, բայց դրսում կարելի է ասել միշտ հաղթանակած, միշտ այսպես ոգևորված, դրսում հեշտ են գնահատում։ Մեր սփյուռքահայությունը մեծ ներդրում ունի մեր մասնակցության վրա, ցանկացած երկրում մի քիչ շատ, մի քիչ, բայց կոնկրետ Լեհաստանում բավականին մեծ է իրենց ներդրումը, ուշադրությունը, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես։ Եկեք հասկանանք, թե Հայաստանը, երբ որ այսօր արդեն ցանկացած մրցույթի ներկայացնում է հայտ մասնակցության, ինչքանով է դառնում լուրջ մրցակից եւ խնդիր ճակերտավոր մյուս երկրների համար։ Այո։ Շատ լուրջ են վերաբերվում, իդեպ մենք էլ մեզ էլ էր դա հետաքրքիր, մենք ենք ուզում կողմից տեսնենք, մենք ֆեդերացիայի մամուլի խոսնակա հարցազրույցներ է արել, հենց տարբեր երկրներից, Գերմանիայից, Շվեդիայից, իրանք ինչ կարծիք ունեն մեր մասին։ Մենք էլ մեր ֆեդերացիայով շուտով դա հրապարակենք ու ասեմ, որ բավականին դրական էր ու այն հարցին, թե կժամանայիք Հայաստան, թե չէ, եթե որևէ միջազգային մրցաշար լիներ, հիմնականում դրական էր պատասխանը։ Ու դա կարծում եմ շատ բարձր գնահատական է այն աշխատանքին, որը 35 տարվա ընթացքում կատարել է ֆեդերացիան։ Իրենց հետաքրքիր է պատանիների մոտ, մանկապատանեկան մարզադպրոցները մեր ինչպես են աշխատում, որովհետև իրենց մոտ բացակայում է դա։ Մենք ունենք ծրագիր, որ 8 տարեկանից սկսած դպրոցներում սեմինարներ ենք անցկացնում եւ շարունակությունը բուհերում, բոլոր բուհերում մարզաձևը զարգացած է, ել չեմ ասում բանակում։ Այդ մանկապատանեկան մարզադպրոցները շատ է հետաքրքրում դասի երկրներին։ Այս դրա մասին խոսենք, որովհետև հիմա գնում ենք, ստանում ենք մեդալներ, շատ լավ է, բայց սերունդը պիտի գա, որ հաջորդ չեմպիոնները գան։ Ինչպեսին եք տեսնում սերունդը, հա, այս սերունդը գալիս է ու հաստատ էլի ոսկե մեդալներով է շարունակելու, ոնց եք տեսնում։ Երբ որ մենք անում ենք տարիքային խմբերի սահմանափակման մրցումներ, առաջնություններ, Էջմիածնում Վաղարշաբաթի համակապետարանի հետ համատեղարեցինք մրցում, որտեղ 16 տարեկանից բարձր մարզիկներն էին մասնակցում, իսկ հիմա 8 տարեկանից բարձր եւ անսահմանափակ, մինչեւ նաեւ ասենք հաշմանդամներ, աղջիկներ, որ մասնակցեն, այդ էստաֆետան գա։ Ու կա, ու չափից ավելին կա, տենց ասեմ, մոտ 3000-ից ավել ունենք, բայց այդ կամին նոր չենք ընդգրկում, մենք ունենք սահմանափակում, որ ինքը կոնկրետ առաջի կարգ պետք է անի, կշռվելու ժամանակ գրվում է 50 կիլոգրամ քաշային կարգում, ինքն անում է 100 կիլոգրամ ձգում, դրանից պակաս պատվիրը չի մասնակցելու։ Այդ ստանդարտը պահելու համար մենք ունենք մարզիչների աշխատանք, որոնք հետևում են ու իրանք գիտեն ում բերեն, ինչ անեն։ Էլ չեմ ասում, սահմանամերձ գոտիներում դահլիճները արդեն լուրջ աշխատում են, Տավուշից սկսած մինչև Մեղրի,
բոլորը գալիս են, մեր նորաստեղծ, նորաբաց Եղեգնաձորի մարզադպրոցն է շատ մեծ։ Բոլոր մարզերում, բոլոր։ Ակտիվ է մասնակցությունը։ Ակտիվության առումով ներեցեք պարոն Սարոյան, եթե առաջ մենք անում էինք 1 օր մրցաշարը, այս վերջերս անում ենք 2-3 օր, այսինքն մարզիկները հայտերը այնքան շատ են լինում, որ ֆիզիկապես պարզապես իրենք պատրաստ են, առավոտվա 6-ից արդեն կշեռքն են անում, մինչև գիշերը 12-ը կարող են իրենք դեռ մրցումներ անել, բայց ֆիզիկապես թիմը չի կարողանում դրա համար երբեմն մենք ունենում ենք երրորդյա առաջնություն, անում ենք 3 օր, 2-ից 3 օր։ Առաջնությունը հասկացնելու համար մեզ պահանջվում է մինիմում 30 հոգի աշխատակազմ։ Մինիմում։ Ուրիշ ձև չի կարող լինի։ Դուք խոսեցիք նաև դրսի վերաբերմունքը մեր թիմի մասին, դե մեր թիմը ընդհանուր հաշվարկով առաջատար է եւ բնական եւ տրամաբանական էր, որ շատ բարձր կարծիքներ են հնչելու եւ միջազգային մրցաշար Հայաստանում անցկացվելու համար նշեցիք, որ դրսի ներկայացուցիչները, տարբեր երկրների պատվիրակությունները բոլորը գրեթե համաձայն էին գալ Հայաստան եւ մասնակցել։ Կարող ենք մենք հիմա նման մրցաշար կազմակերպել կամ պատրաստվում ենք եւ եթե ոչ ինչա պետք։ Կարող ենք հիմա եթերում։ Ես հիմա ուղղակի ասեմ, որ պարոն Գագիկ Սարոյանը նաև հանդիսանում է Powerlifting-ի միջազգային միության նախագահը եւ այդքանով արդեն ասված է, որ մենք այդքան կանք ասպարեզում։ Մնացածը կարծում եմ պարոն Սարոյան դուք կամ 88 թվականից Սպիտակյան երկրաշարժից սկսած ինքս լինելով սպիտակցի հիմնադրեցինք եւ շարունակեցինք, մինչ օրս շարունակվում է միջազգային մրցաշար Հայաստանում 23 թվականին անցկացրեցինք Գավառ քաղաքում, մեծ մարզադպրոցում Եվրասիայի առաջնություն։ Մասնակցում էր 6 երկիր, առաջի մեծ այդպես մրցաշարն էր Հայաստանում, 270 մարզիկ մասնակցեց, 3 օր տևեց։ Հիմա ծրագիրը անգամ խիտ է, ես կուզեի այս տարի էլ նմանատիպ մի բան անեինք, Եվրոպայի առաջնություն կամ աշխարհի առաջնություն, դրա համար ֆեդերացիայի նախագահությունը եւ մամուլի խոսնակը ինտերվյուները վերցրեց տարբեր երկրների ֆեդերացիայի նախագահներից կամ գլխավոր քարտուղարներից կամ մարզիչներից կամ մարզիկներից, իրենք տվեցին իրենց համաձայնությունը եւ ցանկությունը, որ լինեն այդքան լսել են Հայաստանի մասին, ոչ միայն ասենք մեր մարզաձևով, եւ ինչու՞ չէ նաեւ մեր մարզաձևով։ Բոլորը լսել են եւ ուզում են ներկայանալ եւ մասնակցել։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ու թող հաղթանակները շատ ու շատ լինեն։ Այնպես որ հաղթանակը նշեք Սափորի Ջևանի գինու կողմից այս առաջարկող հրաշարի տեսականիով Ռոզեյով եւ համոզված եմ որ հենց հաղթանակները Միչայլոց Իջևանի մասին ասեմ, որ մեր մարզիկներին Իջևանի կոնյակի գինու գործարանը հովանավորում է, որը շատ ողջունել է, շնորհակալություն իրենց։ Շնորհակալություն ձեզ։ Օգտվելով առիթից ուզում եմ մեր մարզաշխարհի բոլոր կանանց եւ աղջիկների միամսյակը շնորհավորել եւ այսօր շատ հետաքրքիր օր է, որ մենք այստեղ ենք, մեր Հայաստանի Powerlifting-ի ֆեդերացիայի փոխնախագահի ծննդյան օրն է, Տիկին Ադելինա Սարոյան, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ։ Ուզում ենք ձեզ մաղթել։ Իջևանի կոնյակ են խմելու։ Այո, այսօր խմելու ենք ձեր պատվին Իջևանի կոնյակը եւ այս վարդագույն Սափորը։ Զեփյուր, ես գիտեմ, որ հիանալի նաեւ պատրաստում եք եւ համոզված եմ, երբ որ Վստահաբար։ Այո։ Ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը հաստատ կթևացնի ձեր հոգսը հենց խոհանոցում։ Իսկը։ Եվ ուզում եմ նվիրել ձեզ բացիկներ, արև բացիկները, որոնք միանշանակ կտանեն տրամադրությունը ու կարևոր խոսքերը, որ առկային։ Ամենալավը դու ես, ամենալավն ես դու, սա Թաթայի խոսքերով, երազս կատարվել է սրտումս ես Հայկո, եւ իհարկե Թաթա ծաղիկներ, Սիրունջան, Քոչամփեն, Զուքեն Զարթարեմ։ Այնպես որ սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ ու սիրելի մարդկանց։ Այսօր Զարթարի Տիկին Ադելինա Սարոյանի երազը թող կատարվի, էլի ամենալավը մնացի ես։ Այո, Զեփյուրն է խաղում թփերում, հարցերը մեղվի գուրգուրում։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն եք բան։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտ։
Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, ահա ավարտում ենք մեր խոհանոցային հատվածը։ Ես մատուցման process-ի մեջ եմ արդեն, հասցրեցի մի քանիսը տեղադրել մատուցման ամանի մեջ եւ այս մի քանի կտորներ դնենք ամանների մեջ եւ իհարկե մատուցենք, վայելենք այս գեղեցիկ եւ շատ համեղ ուտելիքները։ Այսպես։ Ահա տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ է, սրա մասին էի ասում, որ շատ գեղեցիկ են լինում տապակվելուց հետո։ Սիրելիներս, դուք էլ փորձեք այս հանգստյան օրերին հենց այսպես պատրաստել կարտոֆիլը եւ վայելել ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։ Ահա թարմ սամիթով զարդարում եմ այն եւ հիմա մատուցենք նաեւ սոուսը։ Սոուսը իհարկե քամած մածոներ եւ թթվասեր, աղսև պղպեղ, հիմա վրան լցնենք մեր շատ համեղ խորոված պղպեղները եւ մարինացված լոլիկը, ահա, ու վայելենք այս բոլորը միասին, այսպես, մի փոքրել յուղ համապատասխան, այսպես, որ տեսքը ապահովենք եւ բնականաբար օգտավետությունը, քունջուտ վրան ցանենք եւ ասենք բարի ախորժակ։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինե, շատ համեղ է, համոզված ենք այդտեղ ամեն ինչ, քիչ հետո բնականաբար կփորձենք միասին եւ կավելացնենք նաեւ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող համեղ կոմպոտները, որոնք հաստատ կլրացնեն այս համեղությունը։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Չմոռանանք նաև խոհանոցային առաջին օգնությունը Տրամոնտինա բրազիլական բրենդը, որ այսօր արդեն Հայաստանում է իր լայն տեսականիով, հասանելի ոչ միայն սիրողական խոհանոցում, նաև պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ ողջույններս ու շնորհակալություններս Master Right Barber Shop-ին, որտեղ պատրաստ են յուրաքանչյուր վայրկյան ձեզ դարձնել արագեղեցիկը եւ ստիպել, որպեսզի գեղեցիկ սերը շատ մեծ ուշադրություն դարձնի դեպի ձեզ։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Երկու հասցեներում էլ ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականի։ Առջևում ապրիլի 7-ն է եւ իհարկե գեղեցիկ շնորհավորանքներն ու խոսքերը շատ կարեւոր են։ Նաեւ իհարկե վերջին զանգի տոնակատարություններն են սպասում, այնպես որ այդ գեղեցիկ բառերը գտե կարեւ բացիկներում հատուկ մայրության տոնի համար եւ հատուկ հենց վերջին զանգի տոնի համար։ Հարցրեք բացիկները Kaiser սուպերմարկետում եւ Երևանի Ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Մենք ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, կհանդիպենք արդեն երկուշաբթի նույն տեղում եւ նույն ժամին։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված է սիրով։